Սիրելի առույցներ, շատ կարևոր է սիրելի առույցներ, համացանցի միջոցով կարող է ծանոթանալ ձեր կյանքի երկրորդ կեսի հետ, շատ կարևոր է, գիտեմ, որ ձեր կյանքը հիմնահատակ փոխվել է, երբ արդեն Պլուտոնը 24 թվականի նոյեմբերից մտավ ջրհոսի կենդանակերպ, իսկ ջրհոսը ձեր զուգընկեր, գործընկեր, համախոհներ, շատ կարևոր կլինի ձեր անձնական կյանքի այդ փոփոխությունը, հիմնահատակ կարող է փոխվել, գլխիվար կարող է շուռ գալ ամեն ինչ, փոխեք ձեր կյանքը, սիրելի առույցներ, իրավամբ փոխեք եւ հենց այդ ժամանակահատվածը, երբ որ ես տեսնում եմ 26 թվականի ապրիլի 26-ից կփոխվի ձեր կյանքը, իսկ Պլուտոնը արդեն իսկ ձեր գործընկերների, զուգընկերների դաշտում է, ինտելեկտուալ մարդկանց կարող եք հանդիպել, ձեր շրջապատում շատ կլինեն IT տեխնոլոգիաներով, տեղեկատվական IT տիրոթով զբաղվողները, աստղաբանները, համացանցում ակտիվություն կարող եք ունենալ եւ հաջողություններ գրանցել, ապագա պլանները, որոնք ավելի շատ ինտելեկտուալ ոլորտի շփումների կապերի միջոցով կարող եք ձեր այդ շփումների շրջանակը ընդլայնել, գաղափարակիցները ձեզ կօգնեն հասնել մեծամեծ հաջողությունների։ Այդ հաջողությունները ձեզ կարող է տրվել եւ համացանցի միջոցով եւ օտարերկրյա ճանապարհորդությունների միջոցով կարող է ճանապարհորդեք այնտեղ եւ գտնեք այնպիսի մի վայր, որտեղ կարող եք ներդրումներ կատարել, որտեղ Սատուրնը, Նեպտունը ախոյի կենդանակերպում ակտիվ գործունեություն ծավալեք։ Ես կարծում եմ, որ այդ մեծ պրոյեկտներում դուք ուղղակի համաշխարհային այդ գերատեսչություններում, այդ նախագծերում մեծ կարևորագույն դերակատարում կարող եք ունենալ եւ մեծ հաղթանակներ։ Եթե թերի եք թողել բարձրագույն կրթությունը անպայման կամ հեռավար այդ ամենը կարող եք կազմակերպել կամ ուղղակի ձեր ամբողջ ուժերը մոբիլիզացնել եւ հասցնել հաղթանակներ, որտեղ խոյը դա հաղթանակի նշան է, 9-րդ տունը դա բարձրագույն կրթությունն է, դա օտար երկրներն են, ճանապարհորդություններն են, մեծ մեգապրոյեկտներ, ճանապարհորդություններ եւ բուհական այդ շրջանակների հետ առնչվելուց մեծ հաջողություններ են ձեզ սպասում։ Սիրելի կույսեր, ձեզ համար շատ կարևոր է լինելու առողջության հետ կապված հարցը։ Ճգնաժամային իրավիճակների մեջ կարող եք ընկնել, բայց կարծում եմ, որ հաղթանակած դուրս կգաք։ Սիրելի կույսեր, պահեք ձեր գլուխը, ամենտեղ մի մութ գործերի մեջ մի մտեք, որովհետև ձեր 8-րդ տունը խոյի կենդանակերպում է։ Առողջության հետ աշխատանքում այդ բոլոր հարցերը կարող են լուծվել նորագույն տեխնոլոգիաների միջոցով։ Աշխատակազմին պետք է անպայմանաբար վերապատրաստեք։ Նաև դուք ինքներդ պետք է եւ վերապատրաստման կուրսեր անցնեք եւ ուղղակի այդ դասընթացները, այդ նորարարական մեթոդները աշխատակիցների